Բարև ձեզ Factor TV հյուրը Գյումրի ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է, ողջույն, պարոն Բարսեղյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շատ ուղիղ էր մեղադրում Պուտինի կողմից օրես Նևսկու մեդալ ստացած Եզրաս arczepiskopos Ներսիսյանի Գարեգին II-ի եղբորը ՊԱԿ-ի գործակալ լինելու մեջ, ասում է, խորհրդային միության հատուկ ծառայությունները հավաքագրել են նրան եւ շարունակությունն է հետաքրքիր։ Նախ ընտրում էր լրագրողներին պարզաբանում վերցնել այս հարցով Գարեգին II-ից, ինչու ոչ նաև Եզրաս arczepiskoposից հարցնելու արդյոք կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչ մնում է պարգևատրմանը Պուտինի կողմից։ Ցանկացած երկիր, ցանկացած մեկին կարող է պարգևատրել, կարող է պարզվել վերջում Ռուսաստանի քաղաքացի, ինչ մեկնաբանություն ունեք։ ԿԳԲ-ի գործակալ ՊԱԿ-ի պետանվտանգության կոմիտեի գործակալ լինելու չլինելու բացահայտման բեռը պետական իշխանության վրա է։ Պարոն Փաշինյանը ինքը իր իշխանությամբ պիտի իշխանության գալուց հետո ձեռնարկեր այդ չարաբաստիկ կամ բարեբաստիկ լյուստրացիան, ինչը չի արել եւ հիմա բարբերաբար հանրային պարսավանքի է ընթարկում ԿԳԲ-ի գործակալներին, սա առաջին հիշատակումը չէ, նախկինում էլ է նման բաներ ասել։ Գիտեք ինչ է նման, ահռելի ռեսուրս ունենաս դա անելու, չանես եւ դրա փոխարեն հանդես գաս հրապարակախոս լրագրողի դիրքերից, անհասկանալի է, էլի անարդյունավետ կառավարչի տպավորություն է թողնում։ Մանավանդ ինքը ժամանակին ունեցել է հոդված գրած հայկական ժամանակում այն մասին, որ Հայաստանի զարգացման համար անխուսափելի է լյուստրացիայի իրականացումը։ Հետո միտքը փոխել է, լավ, եթե միտքդ փոխել է, էլի ասել է, հայտարարել է, որ չենք անելու լյուստրացիա։ Հիմա փորձել է այդ մեթոդներով անվանարկել, ասենք 100 հազարավոր գործակալներից 2-ի կամ 3-ի մասին նշում ես, որ ՊԱԿ-ի գործակալ են կամ ԿԳԲ-ի, իմաստը որն է։ Կնայեք, միգուցե պակասում է լրագրողների վերցրած մեկնաբանությունը։ Լրագրողները չունեն պետական իշխանության եւ պաշտոնյաների լիազորությունները եւ ոչ մի լրագրողի կամ լրագրողական խմբի ջանքը չի կարելի համեմատել պետական իշխանության հնարավոր ջանքի հետ։ Ես մի քիչ կատակեցի։ Հասկանում եմ, իհարկե, հա։ Պիտի անի, չի անում, լրագրողների կողմն է ուղարկում եւ ի վերջո ինձ օրինակ չի հետաքրքրում կրոնական կազմակերպություններից մեկի անդամության վարքականոնը, վարքականոնին անդամները հետևում են թե չեն հետևում, ու շատ-շատերին չի հետաքրքրում։ Շատերը դժգոհ են, այդ թվում նաև ես, որ կրոնական կազմակերպություններից մեկը, այդ մեկը պարբերաբար միջամտում է պետության գործերին։ Դժգոհ եմ նաև, որ պետական պաշտոնյաները սկսում են միջամտել կրոնական կազմակերպության գործերին։ Այդ հարաբերությունները կարգավորված չեն բացի սահմանադրության այդ դրույթը եւ մի օրենք, որը բավականին թույլ է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքը, մոտավորապես ձևակերպումը սա է, որը բոլորովին չի կարգավորում փոխադարձաբար իրար գործերի չմիջամտելու սահմանադրական դրույթը։ Միջամտելը պիտի ենթադրի ինչ-որ պատասխանատվություն, ինչու պիտի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում պատասխանատվություններ չսահմանեն սահմանադրական այդ դրույթը խախտելու մասին։ Վարչականի մեջ գրած է, որ վարորդը մեքենայով հոսքիծը հատել է, դա վարչական իրավախախտում է, դրա համար այսքան տուգանք կա, ինչու պիտի չլինեն այդ սահմանումները, որպեսզի եւ կրոնական կազմակերպությունները իրենց չափը իմանան եւ խախտելիս շատ հստակ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվեն եւ պետական պաշտոնյաները, համայնքային պաշտոնյաները իրենց չափը իմանան եւ կրոնական կազմակերպությունների գործերին միջամտելիս իրենց բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ անկախությունը միայն թեկուզ եղել է արտոնյալ եւ պետության մեջ բազմաթիվ բաղադրիչներով, դա ապացուցված է հարկային, մաքսային, պետեկամուտների կոմիտեին տրվող հաշվետվությունների, աշխատողների գրանցման, ֆիսկալ հաշվետվողականության եւ այլն, այդ արտոնություններով ինքը ինչ-որ հանրային գիտակցության մեջ բացառիկ տեղ ունի, այդպես չպիտի լինի, աշխարհիկ պետության մեջ այդպիսի արտոնյալներ չպիտի լինեն։ Դա կարգի բերելու փոխարեն իշխանությունը ընկել է կրոնական հոգևորականների էթիկայի իրենց կանոնակարգերի պահպանման հսկման յետևից։
բոլորովին տարին չէ ինչ պիտի անի պետական իշխանությունը։ Կնեք, բայց շատ կարևոր մի հարց պետության անվտանգության հարցը, եթե այսպես ասենք ազատորեն Հայաստանը մուտք գործում KGB-ի կամ ՊԱԿ-ի նախկին ներկա արդեն խառնել ենք բոլոր հետքերը, գործական նախկին ՊԱԿ չի լինի։ Հա, դրա համար եմ ասում խառնել ենք ով իրավահաջորդն է, պարզ է։ Որը պետք է լինի պետության, այսպես ասենք, պարտավորությունը, հա, մենք լսում ենք վարչապետի կողմից մեկնաբանություններ հղում անելով ինչ որ աղբյուրներ, մի դեպքում մամուլին, այսօր ասես փաստաթղթեր կան եւ այլն։ Պետության տեսանկյունից պիտի որ ինչ որ իրավական գործընթացներ լինեն։ Ես չեմ ասում բանտերը համալրեն նոր հոգեվորականներով, այսպես գործ տալու տրամաբանության։ Գործող օրենսգրքով նախատեսվում է որ պիտի համալրվի, ուրեմն պիտի համալրվի։ Չէ, ոչ այն ենք տենում, ոչ այն ենք տեսնում։ Ես դա իհարկե թույլատնում է խեղճացնում է իշխանության տերը, տերակատարությունը, առաքելությունը, եթե այս մեթոդներով է թիվ 1 պաշտոնյան փորձում խնդիր կարգավորել։ Խնդրի ձևակերպում չունի։ Հանրային հայտարարություններով, պարոն Բարսեղյան։ Դե այս մեթոդներով էլի, հանրային հայտարարություն, պարսավանք, ելնենք գնանք պատարագի, մյուս շակիրակի գնանք մի ուրիշ տեղ պատարագի, կփորձենք այդպիսով պատարագիչ հոգևորականներին մեզնով անել, այնտեղ հոգևոր խորհուրդն ու կաթողիկոսներ կզայրանա, կկանչի տարբեր առիթներով կսկսի կարգալուծման գործընթացներ անել, այդ պատարագիչ քահանան ինչ անի, ինչ մեղք ունի, պատարակը չվարի, եթե ներսում կաթողիկոսի դուրը չեկած պետական պաշտոնյաներն են։ Իհարկե պիտի իր գործը անի։ Նրանք էլ կարգալույծ են անում այդ հոգևորականներին։ Դրանք մեթոդներ չեն։ Երկու ստրատեգիա կարող էր լինել։ Մեկը այն է, ինչին ես շատ եմ հակված ու շատ ենք խոսել, համակարգային լուծումն է լյուստրացիայով, մաքրելով եւ պաշտպանական համակարգեր ձևավորելով հնարավոր գործակալական ազդեցության դեմ, ինտերվենցիաների դեմ։ Մյուսը այն է, ինչ կարելի է կոչել կետային կամ կրակ մարելու մարտավարություն, միտեղ մի բան բացահայտվում է, բռնում են, լրտես են բացահայտում, քրեական գործ, այդ մեկը դատվեց կամ չդատվեց, այս մեթոդն է։ Այս իշխանությունը երկրորդ ճանապարհով է գնում։ Առաջինի դեպքում զգալիորեն դու ուրեմն հզորացնում ես երկիրը, թուլացնում ես այդ ազդեցությունները, չես բացառում կետային ինտերվենցիաները նույնպես, հա։ Եվ էլի կարող են դեպքեր լինել, դու հիմնական մաքրելուց հետո արյուծի բաժինը կամ մեծ գործը անելուց հետո արդեն հնարավոր են կետային դեպքեր դրանց հախից արի իհարկե, բայց այն գլխավորը չես անում, նույնը վերաբերվում է իրավապահ համակարգին եւ այլն եւ այլն։ Գլխավորները չի անում իշխանությունը եւ թողնում է դիպվածային կարգավորումների կամ էլ չգիտեմ, տրամադրությունը փչանում է, ինչ որ բանից ազդվում է, ինչ որ հոգեվորական թարսպան է ասում, մայիսի 30-ին ելնում հայտարարում է ուղղակի չէ, բայց պատերազմ է հայտարարում որոշ հոգեվորականների վարչապետը։ Դա ձև չէ, մեթոդ չէ։ Այս կաթողիկոսը հեռանա, պարոն Բարսեղյան, եւ գա այսպես լոյալ կաթողիկոս իշխանության կողմից ընդունելի։ Կարծում եք վարչապետը կշարունակի հետաքրքրվել եկեղեցում ով է գործակալ, ով չէ, թե այս թեման կփակվի, որովհետև դե հարցը շատ պարզ է, հա, եթե ասենք կետային տեստային հարց համարենք, պիտի ասեմ, որ կթարգի։ Կասի լավ ենք արդեն, էլի, բայց դա լուծում չէ, դա ձև չէ, դա սխալ մոտեցում է։ Մինչև այս վերջերս էլ փաստորեն, չնայած եկեղեցու կոշտ հայտարարություններին, էլի այս իշխանությունը հայ առաքելական եկեղեցի կազմակերպության հետ, կրոնական կազմակերպության հետ պահպանում էր հանդարտ բարի դրացիական հարաբերություններ, մինչև ինչ որ մի պահով զայրույթը, իր նկատմամբ անվանական քննադատություն, ընտանիքի հասցեին եւ իր խոսքերը մայիսի 30-ի եւ այլն։ Այդպես չպիտի լիներ, դա սխալ մոտեցում է։ Հարկավոր է կարգավորել հարաբերությունները պետական իշխանություն, տեղական իշխանություն մի կողմից, մյուս կողմից կրոնական կազմակերպություններ արմատապես։ Նրանք պիտի արտոնություններ չունենան, նրանք պիտի լինեն հստակ հարկային, մաքսային, չգիտեմ, դաշտում, աշխատանքի տեսչությունը հստակ վերահսկողություն պիտի իրականացնի կրոնական բոլոր կազմակերպությունների աշխատողների հստակ գրանցման, ռոջիկների չափերի ճիշտ արձանագրման, ոչ թե նվազեցված, հարգը տուրքը մուծելը, ֆիսկալ շարժը արձանագրել, հələ այդ գլխավոր բաները արա, այնտեղ ահագին բան սկսելու է փոխվել։ Եվ մյուսը շատ վաղուց եւ նորություն չէ, ընդհանրապես դարեր ի վեր կարելի ասել, տարբեր ժամանակներում կաթողիկոսները ունեցել են ընդդիմադիրներ իրենց
կրոնական վերնախավում, հոգևոր դասի վերնախավում, իրենց ներսում թեմակալ առաջնորդներ են եղել, որոնց կաթողիկոսները տանել չեն կարողացել, թեմակալ առաջնորդներ են եղել, որոնք կաթողիկոսին տանել չեն կարողացել, հանդուրժել են, դե ծայրահեղ պահպանողական համակարգ է դա, եւ ցկտել են դառնալ կաթողիկոս, իրենց ընկալումներով փոխել կաթողիկոսին կամ մաքրել այդ տիրույթը եւ այլն, հիմա էլ կան։ Եղել են նախկինում նույնպես, անցած տասնամյակների ընթացքում նույնպես եղել է։ Գուցե սրացումները ի վերջո մի օր կհանգեցնեն նրան, դա կարող է արագ լինել, ծնագնդի էֆեկտով 3 ամսում, կես տարում կամ մինչև ընտրությունները կամ ընտրություններից հետո ազգային ժողովի, որ մայրաթոռում տեղի ունենա խուլ հեղաշրջում կամ փոփոխություն կամ ելնի ասի այ մարդ առողջական վիճակի բերումով թողնում եմ կա լուսավորչի, ահա, այդպես թեթև հանդարտ նրա փոխարեն կան այնպիսիք, ովքեր կլինեն կանոնագրքին հավատարիմ հոգևորականներ, շեշտում եմ իմ գործը չէ, ես հետաքրքրված չեմ, ես համարում եմ, որ պետական կառավարումը ոչ մի կախման մեջ չպիտի լինի, ազդվել ինչ-որ չափով կարող է, բայց այդ ազդեցությունը պիտի փոքրացվի կրոնական այդ եւ այլ հնարավոր կազմակերպությունների բանից, թելադրանքից, հուշումից, ճնշումից, քաղաքականացումից եւ այլն եւ այլն։ Էլի պետական իշխանության անելիքը չէ դա։ Պետական իշխանության գործը իր եւ իրավաբանական ճանապարհով գրանցված կազմակերպությունների հարաբերությունները կանոնակարգելն է, կանոնակարգած պահելն է, խախտումների դեպքում պատասխանատվության մեխանիզմ գործարկելն է։ Վերջացավ, թե իրենց վարքականոնով ինչ է գրած, ինչ են խախտում, իրար միս են ուտում հազար ներողություն, հա, ամուսնանում են, խեղդվում են, սևծովում են կինոյի ասածի նման, այդ կրոնական կազմակերպության ներքին գործը պիտի լինի։ Դե Փաշինյանը բողոքում է, որ իրենք չեն զբաղվում իրենց խնդիրներով, ասում է, որևէ մեկը ներսում հարց չի տալիս, դու ունես աղջիկ, թե չունես։ Ուրեմն այդ կրոնական կազմակերպությունը այդպիսին է։ Պետական իշխանությունը, եթե այդտեղ է մտնում, պետք է մտնի ուրեմն մնացած կրոնական կազմակերպություններն այնպես։ Դեպի կողմնորոշվի, եթե մեր վիճակում գտնվող երկրի թիվ 1 պաշտոնյան բացի պետական գործերը ժամանակ ունի զբաղվելու կրոնական կազմակերպությունների, то չգիտեմ, հասա այդ մարդը, բանը, քաշով մեկ ոսկի է, ինքը պետք է Հարվարդներում դասավանդի։ Ինքը պետք է Սորբոններում ու չգիտեմ Յեյլի համալսարանում գնա բացատրի, թե ինչպես կարող է այս տեսակ խնդիրների մեջ գտնվող պետության թիվ 1 դեմքը այդքան ժամանակ ունենա զբաղվի պատարակներով, կուսակրոնության հարցերով, то աղջիկ ունի չունի։ Գիտեք, այս ամբողջը հուշում է, որ այս բոլոր պարերը ապրել է պետական իշխանությունը, հայոց բոլոր խնդիրները լուծել է, իսկ դա այդպես չէ։ Զբաղվում է ու հիմա եթե ուշադրություն դարձնեք կուսակցության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ դեմքերը թափով տարվել ու լծվել են այդ գործի մեջ։ Մի այնպիսի մոլերանտ կրոնականություն է բռնել, պատարակասիրություն, պատարակամոլություն է բռնել, ապշում ես, ասում ես, այ ժողովուրդ ջան, դուք 18, 19, 20 թվերին բա այդ ինչու այդպես պատարակամոլ ու կրոնասեր ու կրոնական չէիք, էլի։ 26 թվին ընթരാճ, այսպես ասենք, ընդդիմադիր դաշտն են թույլ ասում, միգուցե քաղաքական խնդիր է, սա պարոն Բարսեղյան, այդքան էլ կրոնական հարց չի։ Ես համարում եմ, դրանով բացատրենք ձեր ասած անձանց ներգրավումը։ Ես մի 4 արգումենտ կտա վերջերս ունեցած զրույցներից մեկի ընթացքում 26 թվականի խորհրդարանական ընտրություններում հօգուտ քաղաքացիական պայմանագրի եւ իմ ասելով չէ, իրենք դրանք օգտագործելու են։ Մեկը իհարկե ենթակառուցվածքային ներդրումներն են Հայաստանում, ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ եւ այլն եւ ինչը ակնհայտ է տեսանելի է, տրվատելի է, ահագին մարդու սիրտ է շահում։ Սա լինելու է ԿՊ-ի կռվաններից մեկը, որ շատ կոնկրետ երևացող բան է։ Բացի այն, որ դրա շահառուներն են շահում, հիվանդանոց գնացող մարդը տեսնում է, որ ամեն գյուղում մի բան սարքել են ամենակիչը։ Ճանապարհ է, վերջը, հա, սա շատ ռեալ իրական տեսան Պլյուս դրանց շինարարության մեջ աշխատել են տեղացիները, էապես, հա։ Մյուսը խաղաղության գաղափարն է, որ մենք խաղաղություն ենք բերում, բան ենք բերում արդեն։ Թուրքիայի սահմանի բացում չի բացառում այս ընթացքում միջև։ Շատ 3-4 օրվա զրույցների մեջ Արարատ Միրզոյան, մյուսները շատ ջերմագին էր այդ մասին եւ խոստումնալից էր։ Ես նկատեցի, որ շատ համոզված ասում։ Չեմ հասցրել նայել Փալյանի ելույթը, բայց նկատեցի, որ ահագին խորքային նախապատրաստություն եւ համոզմունք ունեն պետական պաշտոնյաները, որ էս է,
Գուցե թայմինգ են անելու ժամանակով նստեցնելու են այնպես, որ դա մաքսիմում օգուտը բերի խորհրդարանական ընտրություն, բայց հիմա էլ որ հայտարարեն, էլի օգուտ է բերելու, հա, այդ սահմանների բացելը։ Խաղաղությունը երկրորդ արգումենտը, որով գնալու են ընտրություններին։ Երրորդը նախկիններին հերթական անգամ կներեք մեղմ ասեմ, էլի, հա, քննադատելը, ինչը օգտագործվել է 21 թվականին։ Ապօրինի գույք կարող է բռնագործվել։ Մայիս ամսին բոլոր դատավորները որոշեն, որ Քոչարյանին եւ մյուսներին նախկինների քննադատության համատեքստում ես տեղավորում եմ նաեւ ապօրինի գույքի վերադարձի մասին հանրային արշավները, հա։ Եվ ոնց որ թե մի քիչ լիրիկա է պակասում այդ ամբողջ պատմության մեջ, այդ լիրիկան շատ հարմար կլինի պոպուլիզմով տանել գցել հայ քրիստոնյայի շալակը, էլի ասել տեսեք, պասախրիստոնեություն է, պասախիղճ է, ցես տան ինձ թվում է, որ այս 4 արգումենտը, այսինքն ես նկատում եմ, որ այս հոգևորականների դարձի բերելու կամ եկեղեցին այդպիսի հոգևորականներից ազատելու արշավը բարեհաջող տեղավորվում է նաև քարոզարշավի շրջանակներում, ոչ պաշտոնական առայժմ, էլի, հա, պաշտոնականի մեջ չեն էլ կարող գրել հայ առաքելական եկեղեցին բարեփոխել չեն, որ անլուրջ է լինելու, էլի։ Այդտեղ կզգացվի, որ անլուրջ է։ Հիմա շատերը չեն նկատում, որ դա անլուրջ է։ Ես 5-րդ արգումենտը բերեմ, պարոն Վարսեղյան։ Իրենց օգտին մի հուշեք, էլի։ Չէ, դե դա լինելու է այսպես թե այնպես եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է լինելու Երևանում, եվրոպական լիդերներ եւ այլն եւ այսպես շշուկներ կան, որ կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնեն հենց այդ շրջանում, հա։ Այո։ Կարծում եք դա այսպես լուրջ կարող է լինել։ Իհարկե իշխանությունը այս հարցը լսելով կասի, գիտեք, դուք անլուրջ եք համարում նաև օրենքի ընդունումը, 1000 ու մի բան։ Տեսեք, սա շատ լուրջ process է։ Դուք ինչպես եք ընկալում որպես Եվրաքվեի աջակցություն։ Մինչև Եվրաքվեի նախաձեռնությունը իշխանությունը ոչ մի կերպ մոտիկ չէր գալիս սրան։ Եվրաքվեի ժամանակ երբ տեսավ թե ինչպիսի ժողովրդական աջակցություն կա, եւ օբյեկտիվորեն, որտեղ իշխանությունը պետք է ժողովրդի կամքը կատարի, եւ սուբյեկտիվորեն, այս ինչ լավ չալաղաճ կդոր է, մենք աչքաթող ենք արել, քանի որ այսքան մարդ հավաքվել է ստորագրություն է տալիս, երբերեք բան անենք այդ վերմակը քաշենք մեր վրա, վերմակը քաշենք մեր վրա, էլի ինչի են կուսակցությունները դրանով քվետանեն, բերեք մենք կտանենք, էլի, եւ մարդիկ ովքեր տատամսում էին կամ տատանվում են կամ կիսվում էին երկու քարի արանք ասենք ԿՊ թե ինկուսակցություններից մեկն ու մեկը այդ պահին եթե ընտրություն լիներ, որոնք պնդում էին եվրոինտեգրման օրակարգը կամ եվրոանդամակցության ասենք, ինտեգրման չասենք, այդ մարդիկ, հա, դե որ ԿՊ-ն էլ է արդեն այդ գաղափարի կողմնակից, հա, դե ուրեմն մենք ուրիշ կուսակցության ընտրելի կարիք չունենք։ Դա էլ է արգումենտի իհարկե, եւ լիքը էլի ուրիշ բաներ են գրելու, անշուշտ։ Կարծում եմ, որ դա այն նախորդ 4-ի կողքին համեմատաբար թույլ արգումենտ է, բայց էլի արգումենտ է, օգուտ է դա։ Օրինակի համար զիջենք մինչև 1 միլիոն դրամի անհուսալի վարկառուների պարտքը։ Մի կողմից նայում ես, սա պետք է վարգ վերցնելու, եթե այդպեսի բան։ Մի կողմից նայում ես, սա կլասիկ պոպուլիզմ է, ասենք մեր հաշվին, ինչի ես զիջում։ Լիքը ուրիշ բաներ կմարտիկ կան, ովքեր վնասներ ունեն, բիզնես ունեն, մինչև 1 միլիոն դրամի հասնող օրինակ։ Նրանց էլ զիջիր, դրանով ակնհայտ է, չէ՞ որ այդ հանրության այդ խմբին, չգիտեմ, քանի 100,000 հոգի սիրտը շահում ես, բերում ես, ճիշտ այնտեղ պայմաններ կա, որ այդ մարդը պետք է մտնի աշխատանքի, միտեղ գրանցված աշխատող լինի եւ այլն։ Սրանք բոլորը գործի։ Մյուս կողմից է սոցիալական պետություն է, օգնում են, բան ունեք ասելու։ Փարոս է կամ չգիտեմ ինչ է, կարիքավորներին օգնելու ծրագրեր են, առողջապահության ապահովագրություն է եւ այլն։ Հա, դրանք երկսայրի են, էլի, մի կողմից օբյեկտիվոր են։ Պետությունը սոցիալական է, նախկինում նման բաներ չեն եղել, լավ բան է։ Ժողովրդի դուրը կգա, գալիս է եւ ավելի շատ սրանից քեշ ներվայնանում են խորհրդարանական ընդդիմությունները, նկատում են, որ ԿՊ-ն դրանով քվե է ավելացնում իրեն։ Մյուս կողմից էլ շեշտում են, որ դա իր գործն է, պետք է սոցիալական կարիքների մեջ գտնվող մարդկանց օգնի։ Մյուս կողմից էլ կասվի, որ դա ընդրակաշարք է արդեն այս գլխից, հա, եւ ասվում է։ Այսինքն բազմաթիվ գործոններ կան, որոնք կամ կրվաններ կան, որոնք քաղաքացիական պայմանագիրը օգտագործելու է իր օգտին եւ իր դեմ օգտագործելու են այն ամենը, ինչ օգտագործվել է 6-7 տարի շարունակ մի կողմից հողատու տավաջան ինչ ուզեցին տվեցիր, գերիներին չվերադարձրեցիր, 4000-ի տեղը 5000 զոհ ես տվել, էս արել, խապել ասել էլի 4-ի փոխարեն 5000։ Սրանք բաներ են, որոնք տեսնելու ենք առաջիկայում ու ցավոք վախենում եմ, կասկած ունեմ, որ այդ աղմուկի մեջ ներկա նախկինն է էլի, տեսնում եք, որ երկու
երկու խմբերի կամ երկու ճակատների կռիվը մնացած ձայները լավ չեն լսվելու ցավոք մնացած գաղափարները եթե այդպիսիք լինեն որոնք լինեն իրականում որակյալ այլընտրանքային գաղափարներ կարող են լավ չլսվեն պիտի որ լավ չլսվեն որովհետև այդ երկու կողմերը գործողներ եւ նախկիններ տիրապետում են մեդիա տիրույթի սպառողի հաշվով երևի թե 90%-ին այն 10%-ն է որ այն մյուսների ձայնը կարող է տեղ հասցնել Դե տեսեք, պարոն Բարսեղյան, զարգացում եւ նաեւ կընդունեք քաղաքական համակարգի զարգացում լինում է այն դեպքում, երբ որ ընդդիմությունը ավելի պրոգրեսիվ ուժ է, քան գործող իշխանությունը։ Եթե նույնիսկ վերընտրվում է գործող իշխանությունը, այսպես ասենք, նա միշտ վտանգ է զգում, հա, որովհետեւ կա ավելի, այսպես մոդեռն գաղափարներ առաջարկող, ավելի մարդկանց ազատությունները, իրավունքները երաշխավորող, ընդգծող, այո, ավելի գրավիչ քաղաքական ուժ, ավելի ոչ կեղտոտ անցյալով եւ այլն եւ այլն։ Եվ իդեպ հետաքրքիր է, որ Նիդերլանդներում վերջերս վարչապետ է ընտրվում ըստ էության մի գործիչ, որը մի 2 տարի առաջ է մտել այսպես ուժեղ ձևով ընտրապայքարի մեջ, այսինքն շատ հեշտորեն այնտեղ կարող են նոր ուժեր իհարկե գալ եւ քաղաքապետ է դառնում 7 տարվա 7 տարի առաջ այնտեղ տեղափոխված մարդը։ Այո, Զորան Մոնդանին։ Հա, այսինքն քաղաքական համակարգը այնպեսին է, որ եւ հանրությունն է Եթե ունես գաղափարներ, այո, դու կարող ես մտնել։ Բայց պոպուլիզմը երբեք ոչ ոք չի չեղարկել։ Չէ, դե սրանք օգտագործում են պոպուլիզմի տարերը։ Էսի ճիգարով տղա է։ Դե պոպուլիզմը տարբեր դրսևորումներ ունի, չէ, որ անվճար բնակարաններ, անվճար տրանսպորտ, անվճար խոստումներ, հա, եւ Այս Նյու Յորքի ընտրված քաղաքապետը հենց այդ դաշտից է, բայց նաեւ ուրիշ պոպուլիզմ կա, դա այսպես ռազմազգայնական պոպուլիզմն է, որը Դե 1000 մի տարատեսակ իմաստը այն է, որ ոչ իրատեսական, ոչ ռեալիստական գաղափարները բայց հոգեթով ամենակարևոր պետք է լինի։ Դա արդեն բանն է, ինչա, ձևի մասին ենք խոսում։ Ես բովանդակությունն է, ձեր ասածը ձև բնականաբար։ Բնական, ինչպես կարելի է ազգայնամոլական գաղափարներով փորձել քվեշահել առանց հոգեթով զգայական ելույթների, ճառերի, երգերի։ Իրադրություն, երբ որ իշխանությունը ասում է, որ դուք այնպես չարեք, որ քաղաքական համակարգը մաքրվի, ապօրինի կապիտալիզմը, ասում են ուզում եք համաճիկ ընդդիմություն ստեղծենք, այ ինչ վիճակում է գտնվում հայաստանյան քաղաքական դաշտը այս իմաստով։ Թվում է թե մեդիա տարածքը, սոցցանցերը, ամեն ինչը թույլ կտա, եթե ունես գաղափար, եթե այլընտրանք ես իրական առաջարկում բոլորին այլընտրանք, կարող ես գալ ջրի երես։ Ինչն է խանգարում, որ նման կերպարներ ունենանք, որոնք կգան ջրի երես, բայց Հայաստանը զոհաբերելու այսպես ծրագրերով Ես համոզված եմ, որ խանգարում է իրական որակյալ քաղաքական պայքարին տնտեսական բաղադրիչը, որոնց հիմնական գործիքները գտնվում են նախկինների ձեռքում, նրանց հարակցությունների, ովքեր ժամանակին կուտակել են հսկայական կապիտալ եւ իրենց համար երկու ռեստորան ավել չբացելու փոխարեն հեշտությամբ կարող են պահել, սնուցել, կերակրել եւ զարգացնել այսպես կոչված կուսակցություններ, կեղծ կուսակցություններ, էլի, որովհետեւ գաղափարախոսություն չկա տակը, բայց ձևով գրասենյակներ, մարդիկ վազվզում են գնում գալիս են լրատվամիջոցներ, որոնք բացման արարողություններ, փուչիկ բացթողներ, ժապավ են կտրել, բան եւ այլն, աշխատողներ, որոնք այդ փողերի շնորհիվ են համախմբում։ Այդ փողերը տեղից հանում են, այդտեղ փլվում է գաղափարական հենք կամ գաղափարական սոսինձ չի մնում տեղ։ Եվ իհարկե գործող իշխանությունը, որը ունի իր լրատվամիջոցները եւ իհարկե պաշտոնները, պաշտոններից բխած ազդեցությունը, ինչքան էլ ասենք վարչական ռեսուրս, բան անպայման ազդում է հանրության վրա։ Եվ այս երկու խմբերի տիրապետածը էլի կրկնում եմ մոտավորապես 90%-անոց կշիռ է տանում հայաստանյան քաղաքական եւ քաղաքականացված մեդիայի դաշտից։ Այն մյուսների ռեսուրսները անհամեմատ նվազ են, խեղճ են սրանց համեմատ։ Հիմա հայտնվել է երրորդը, ասենք թե մեր ձևով շարժում, որը ես այն բանի պրոկրեմլական եւ նախկինների խմբի հետ եմ դիտարկում իրենց։ Նրանք ընդհանրապես քաղաքականությունից ներողություն բոբիկ են, բացարձակ ոչ այդ փորձը կա, ոչ այդ գիտելիքը կա, բավական է լսել 1-2-ի ելույթը
եւ արագ կարելի է հասկանալ, ասենք հարկավոր է կառուցել ոչ թե դպրոց եւ ճանապարհ, այլ գործարաններ, հասկանում ես, որ 1000 ներողություն դուրը մարդ ծեծեց, էլի այդ պահին, էլի այդքան փողի մեջ 3 հատ փորձագետ չվարձես, քաղաքագետ ասես, այսպեսի գաղափար ունենք, հələ ասա, էլի վարպետ, ճիշտ է, որ ես այսպեսի ելույթ ունենամ, օրինակ եմ ասում, էլի, հա, բայց ահռելի փողեր, ստրուկտուրա, կառուցվածքներ, գրասենյակներ, լրատվամիջոցների վրա ազդեցություն, միլիարդները 26-ին դեր խաղալու են, թե չէ։ Ինչպիսի համեմատություն բերեմ, պատկերացրեք սեղանի վրա թանկարժեք քարեր են գծած 3 հատ, մի դույլ զիբիլ եք շուրջ տալիս սեղանին, եւ ժողովրդին ասում եք ընտրի հլա։ Օբյեկտիվորեն, եթե ժամանակ կա, փորփրելու խասյատ կա, ցանկություն կա, հակը փորեն այդ 2-3 ադամանդը միջից կհանեն, էլի։ Սովորաբար դա մթագնում է, հանրային ընկալումն է, փչացնում, մարդիկ չեն կարողանում, ով է նստելու այդքան խորանա, ասենք մի քանի 100 հոգի, լավ, մի քանի 1000 հոգի։ Հա, ընդհանուր առմամբ դա դեր խաղալու է, դա ազդելու է։ Լիքը մարդ կա ասում է, հա, էլի գործարանը ճիշտ է, ավակ սերնդի 10 հոգուց 8-ը սովետական նոստալգիայով 10 հոգուց 8-ը կասի, որ հա մենք ապահովված էինք, կար կայունություն, տես ջահելը ճիշտ է ասում, գործարանը կարևոր է։ Այդ մարդիկ մինչև հիմա ոչ էլ իշխանություններն են ջանք դրել, ոչ էլ հանրային հեռարձակողն է ջանք դրել, նստի բացատրի, թե Ժորժ ջան, այսպիսի բաներ են փոխվել։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, պիտի իմանանք, որ դա մի ոտանի հսկա չէ։ Երկրորդ ոտը ազատ մրցակցային տնտեսական շուկան է, հարաբերություններն են, մեկը առանց մյուսի չի կարող ձեզ ժողովրդավարություն բերել, չի կարող բերել։ Հա, երբ ասում ես պետությունը գործարան բացող չէ, շատ մարդ չի հասկանում եւ մերժում է, ասում է, ով է եկել է քանդում է մեր, բայց երբ բացատրում ես, որ եթե մենք խոսում ենք ազատ մրցակցությունից, պիտի անպայման պետությունը հերո քաշվի տեղից կամ հասարակ օրինակ բերես կա 4 հատ կոշիկի գործարան մասնավոր 5-րդը պետությունն է բացում այն 4 գործարանի վիճակն ինչ է լինելու այն մեկը պետական սուբսիդիաներով ինքնարժեքի ցածր այսպես ասած արտադրանք է հանելու շուկա որակը հələ թողնենք համարենք որ հավասար են եւ հասկացար հարգելի տարեց մարդ հարգելի տարեց կին հասկացար որ այն այս մի գործարանով այն 4 գործարանի հերն անիծվելու է եթե ուզածդ Կորեա է կամ սովետական միություն է դա ուրիշ բան է անցել է դրա ժամանակը մի խոսքով այսինքն այդպիսի փողերը բանը որոնք մի կողմից արդար փողեր չեն մաքուր փողեր չեն քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց փողեր են որոնցով որոշել են մտնել ինչպես մարդը տոմս առնում գնում է ստադիոն էլի հա մոտավոր կամ ֆուտբոլային ակումբ է առնում հա դուք որոշել եք որ քաղաքականությունից 0 լինելով պիտի անպայման լինեք քաղաքականության մեջ, ինչ է թե միայն փող ունեք, հա, եւ դա լրջորեն խաթարում է, խաթարելու է բոլոր այն պետություններում, միջավայրերում քաղաքական կյանքը եւ քաղաքական պայքարը, որտեղ փորձում է այդ ազդեցությունը գործել։ Փողը վերցնում մտնում են ներս, հազար մի լավագույն խաղապարներով ու ծրագրերով քաղաքական ուժերը չեն կարողանում հանրային ընկալման, հաղորդակցության, հասանելիության իմաստով մրցակցել իրենց հետ, տեղ հասցնել իրենց գաղափարները այնպես այն ծավալով ընտրողներին, բոլոր ընտրողներին, ինչպես իրենք են հասցնում։ Գնանք բան Բարսեղյան, ամփոփենք, բայց նաև եկեք այս հարցին անդրադառնանք ամփոփելիս, նկատենք, որ նման կիսակրիմինալ, կիսաօլիգարխիկ, սև փողեր, բիզնեսի փողեր, չգիտես, հա, ինչ փողեր հոսում են քաղաքական դաշտ բիզնեսմենների կողմից, որոնք կապակցված են Ռուսաստանի Դաշնությանը։ Մեր իրականությունում այդպիսին է, անուններ չտանք, բոլորը գիտեն։ Վրաստանում այդպիսի իշխանություն կա այսօր։ Մոլդովայում փորձեցին լրջորեն անել։ Չստացվեց։ Եվ Մոլդովայի նախագահ օրերս ասում էր Հայաստան փորձելու է Ռուսաստանը իշխանափոխություն անել նման խմբերի աջակցելով։ Եվ ամերիկյան Washington Post պարբերական մի հոդված է հրապարակել, գրեթե նույնը ասելով, որ Ռուսաստանի դիրքերը թուլանում են, նա փորձելու է այսպես միջանցքի հայաստանյան մասը հետ վերցնել, քանի որ նոյեմբերի 9-րդ կետը դրա մասին էր, ամերիկացիներն են եկել, ինչ անի, որ հետ վերցնի, փոխի իշխանություն, հա, եւ իդեպ եկեղեցականների, ռուսամետ քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների միջոցով հոդվածը շատ երկար ես սեղմեցի, հա, ինչքանով է դա հավանական, արդյոք այդպիսի ռևանշի հնարավորություն կհաջողեն թե չէ։ Հա, եւ կնեք ոնց կողմնորոշվեն կհաջողեն թե չէ, հանրային
այսպես ընկալումները այս հարցի շուրջ մեր հանրության կարիք կա դեռ բացատրելու, որ ինքնիշխանությունը, անկախությունը, ասենք Ռուսաստանը չզոհաբերելը մեղմ ասած լավ բան։ Երբ Փաշինյանը թերագնահատում է ռոպագանդայի նշանակությունը, երբ վեճերի ժամանակ էլ իր մտքերի պաշտպանները պնդում են, թե ժողովուրդը իմաստուն է, ինքը կճոգի, ինքը թագարտը չի ընկնի, ես միշտ նույն հարցն եմ տալիս, թե օրինակ 30-ականների վերջերին Գերմանիայում այդքան ֆաշիստ, նացիստ, այդ գաղափարներով տոգորված եւ հայլանող գերմանացի որտեղից առաջացան, իրենք ծննդատնից, գենետիկորեն ֆաշիստ, նացիստ էին, թե ինչ որ ուրիշ պայմանների ազդեցությամբ էին, հասարակությունը վերջացավ։ Եթե ռոպագանդան նշանակություն չունի, պետք է բացատրեք, թե որտեղից առաջացան ֆաշիստները, նացիստները այնտեղ, Իտալիայում եւ այլն։ Այսինքն դա նշանակություն ունի։ Սա նշանակում է, որ մարդկանց մտքերի համար կռիվը կամ սրտերի համար կամ հոգու համար, մտքերի ասենք, կռիվը հավերժական է, նորություն հո չկա, միշտ եղել է եւ կա եւ լինելու է։ Ինչ գործիքներով եք ազդում այդ մտքերի վրա, ինչ ինտենսիվությամբ, այդ մեթոդները անընդհատ նորանում, թարմանում են։ 20 տարի առաջ TikTok-ից խոսել չէինք կարող։ Մի յուրաքանչյուր մարդ TikTok-ում նստում իր պայծառ փայլուն լուրջ եւ հեգնական իմաստով մտքերն է տարածում։ Այս իմաստով ապօրինի ֆինանսական ազդեցությունները պիտի ջախջախվեն այն տարածքում, որտեղ ուզում եք ազատ արդար գաղափարական վեճ լինի, քարոզարշավ լինի մարդկանց նոմինալ քաղաքացուն տարբեր գաղափարներ առաջարկեք, բայց դա պիտի լինի արդարորեն, ոչ թե անարդարորեն, երբ մեզնից այդ քաղաքացուց կողացած փողերով սարքած է մեդիա, սարքած է կուսակցություն, գրասենյակներ եւ գալիս ասում են, որ բանը մեր փրկությունը, ասենք Վալոդի գնե։ Վերականգնենք Ռուսաստանի հազարումի մոդիֆիկացիաներով, շատ ծավալվեն։ Արցախցիները հետ կգան։ Այո, թուրքը մեզ չի ուտի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ գաղափարական պայքարի մեջ կամ գաղափարներ կամ գաղափար ասենք, լավ, գաղափարներ տեղ հասցնելու պայքարի մեջ շատ շահեկան դիրք են ստանում նրանք, ովքեր ունեն շատ ռեսուրսներ, մեղմ ասած, այդ թվում նաև մեդիա ռեսուրսներ, լրատվական ռեսուրսներ, լրատվամիջոցներ, լայն իմաստով են մեր ավանդական 2-3 հեռուստատեսություն, թերթ, ռադիոն չէ, ոչ է կինոն է, էլի, այն ահագին բան կա ինտերնետը օգտագործել այդ գաղափարներով շարքային քաղաքացուն խելքահան անելու համար։ Պետությունը պարտավոր է չի անելու, սև փողերը մաքրել այդ դաշտից, նվազեցնել, կատարելապես մաքրել չի կարող, բայց զգալիորեն նվազեցնել պարտավոր է։ Իսկ Մոսկվան պարտավոր է իր իշխանությունը վերահաստատել, փորձել, ձգտել վերահաստատել բոլոր այն տարածքներում, որոնք կորցրել է, ինչքան հնար ունի, ձեռը հնար լինի Ֆինլանդիայի վրա կփորձի վերահաստատել, Լեհաստանի վրա եւ այլն։ Նորություն չկա տեղ, էլի, հա, պետությունը պիտի պատրաստ լինի, իշխանությունը պիտի պատրաստ լինի դիմագրավել սրանց օրինական, ազդեցիկ, կոշտ, արագ գործիքներով, ոչ թե սկսի զբաղվել կուսակրոն է, պատարակը, դու այ մարդ նայում ես, ասում ես, լավ, իսկապես ուրիշ դարդուցավ չկա, հարկավոր է պատարակներով տարվել, էլի։ Կհետևենք, ինձ թվում է 26-ին ընդառաջ դեռ առիթներ կտան մեր ռուս զվարճալի լինելու, եթե տխուր չլինի։ Եվ վերադառնալով այն մի կտորին էլ ասեմ, մենք չունենք ցավոք շատ օպերատիվ կերպով անկախ հանրային կարծիք անկախ գնահատող համակարգ Հայաստանում։ Ինչ որ մի պահի դա պիտի ձևավորվի, էլի, եղածները ես անկախ չեմ համարում ցավոք, եւ շատ դժվար է դատողություններ անել, շատ ես իմ մասնավոր կարծիքն ասեմ, թե եթե այսօր լիներ ընտրությունը, ինչ կլինի, դուք ձերը ասեք, 1-2 օտարերկրակազմակերպություն կա տարին 1-2 անգամ հետազոտում են, բայց դա հաշիվ չէ, մանավանդ մեթոդաբանությունն էլ այնպես մի ելաստապատ չէ, հեռախոսով հարցում անել Հայաստանում, հա, այդ կներեք, այդ մոտավորապես մութ սենյակում ինչ որ պատերը բռնելով շարժվելու նման մի բան է, հա։ Շնորհակալ եմ, կհետևենք պարոն Բարսեղյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Լևոն Բարսեղյանին։